Միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանի եւ Իրանի միջև քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախճիվանը Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է։ Մենք հիմա կամուրջ ենք կառուցում։ Իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի եւ Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանը արգելափակում է մեր մուտքը Նախճիվան։ Մենք չենք կարող նստել եւ սպասել։ Ուստի պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում, ասել է նախագահը։ Ակտա ու ծովային առևտրային նավահանգստում գործում է Սոլվո Բերների տերմինալի կառավարման համակարգը։ Այս մասին Ազերտաջին հայտնել են IMTP ազգային ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Անուար Նեմիշովը։ Նրա խոսքով համակարգը տրամադրում է դիսպեչերական աջակցություն նավերի ուղղության համար, նավերի հերթականության կառավարումից մինչև բեռնման գործողությունների համակարգում եւ մատուցող ծառայությունների գրանցում։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը Աղբենդի կամրջի եւ Հորադիզ Աղբենդ երկաթուղու շինարարության համատեղ ստուգում են անցկացրել։ Շահին Մուստաֆայևը եւ Ֆարզանե Սադեղը համատեղ ստուգել են ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում Աղբենդի կամրջի եւ Հորադիզ Աղբենդ երկաթուղու շինարարությունը։ Այսի ընթացքում քննարկվել են 2021 թվականի սկզբին Աղբենդի կամրջի շահագործման հանձնելու եւ դրա շահագործումը դյուրացնելու պլանները։ Որոշվել է, որ սահմանին գտնվող կամրջի շինարարությունը պետք է ավարտվի եւ պատրաստ լինի մինչեւ այս տարվա նոյեմբեր։ Բացի այդ, նախատեսվում է մինչեւ այս տարվա վերջը վերականգնել ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն 2025 թվականին Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները կկազմեն 71 միլիարդ 671 միլիոն դոլար։ Միաժամանակ Ադրբեջանի կենտրոնական բանկի արժութային պահուստները կկազմեն 10.76 միլիարդ դոլար։ Իսկ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները 60 միլիարդ 911 միլիոն դոլար։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։